позицию у нас сидит, а остальное это у нас правящая партия. Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին ընդդիմության տեղն է ցույց տալիս օրենսդիրի դահլիճում։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի առաջ գանգատվում է, թե ընդդիմությունը հրաժարվում է խորհրդարանի փոխնախագահի պաշտոնից։ Սակայն ռուս գործընկերոջից նա երևի չի համարձակվում ճշտել, թե իրոք ընդդիմադիրները Կրեմլի ագենտներ են, ինչպես ամեն պատի տակ հայտարարում են ՔՊԱ-ականները։ Սիրալիր գիտի նախանձախնդրությամբ Մատվիենկոյի հետ շրջող Ալեն Ռոբերտովիչը կարող էր նաև անձամբ պարզել, թե ինչու է Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղում հայկական ընդդիմության աջակցությամբ։ Փողա ծախսում դրսից, փողա գալիս դրսից, տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Ռուսաստանից, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ։ Վալենտինա Մատվիենկոն էլ ինչ մենք պետք է սպասենք, որ նա իր հայտարարություններում ասել, որ Ալեն Սիմոնյանը եկ երեսանյութամբ է տառապում, որտեվ իմ այցից առաջ ասում է, որ Ռուսաստանը ֆինանսավորում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ։ Քաղաքագետը վստահ է եւ Մատվիենկոն, եւ Լավրովը, եւ Պուտինը հատիկ առ հատիկ ֆիքսում են Փաշինյանի թիմի հակառուսական բոլոր հայտարարությունները։ Բայց դիվանագիտությունը արվեստ է նաև այն մասին, որ կուլիսային կոշտ խոսակցությունները ջրի երես չհանվեն։ Ըստ Մաթևոսյանի, Մոսկվան դեռ փորձում է հարթել հայ-ռուսական հարաբերությունների սուր անկյունները, չայրել բոլոր կամուրջները։ Մենք չպետք է ռուսական կողմից սպասենք, որ Վալենտինա Մատվիենկոն կգա, օրինակ Հանրապետության հրապարակում կգանգի, կասի հայ ժողովուրդ, ձեզ կործանում են, դուք կամ իշխանափոխություն եք անում, կամ դուք դա Ռուսաստանից պետք չէ սպասենք, ավելին սխալել է, որ մենք դա սպասենք, Հայաստանում իշխանափոխությունը կամ ցանկացած քաղաքական գործընթաց պետք է Հայաստանում ծնվի, զարգանա եւ իր տրամաբանական ավարտին հասնի։ Ըստ քաղաքագետի, երբ Հայաստանում մեկնարկեն ընտրական գործընթացները, Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կտրուկ փոխելու են արտաքին քաղաքական նախասիրությունները։ Հայաստանի երկրորդ նախագահի փետրվարին արած կանխատեսումն արդարանում է, նկատում է Մաթևոսյանը։ Չեմ կասկածում, որ մոտակա ժամանակներում Հայաստանի վարչապետը շատ արագ կոչիկները փոխելու է, զանգելու է Ռուսաստանի նախագահին եւ ոնց որ բան չի պատահել, սկսի կենացնել, սկսելու է կենացնել ասել հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին։ Ռոբերտ Քոչյանը ճիշտ գնահատական էր, ես կարծում եմ այստեղ կասկածի տեղիք չկա, ավելին, տեսեք, մենք մոտենում ենք ընտրություններին։ Եթե Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը իմանան, որ Ռուսաստանից կա երաշխիք, որ իրենք կսատարեն իրենց իշխանության վերարտադրությանը, ուշադիր իրենք Հայաստանում Ալեն Սիմոնյանը անձնապես իրենք կքարոզեն ոչ թե միութենական պետության կազմ մտնել, այլ Ռուսաստանի կազմ մտնել։ Ուղղակի կասկած չկա։ 2021 թվականին էլ Փաշինյանը ընտրապայքարի նետվեց ռուսամետության աննախադեպ դոզայով։ Մաթևոսյանը պնդում է այդ օրերին անգամ օդում կախված լուրեր կային, թե Փաշինյան անձամբ է խնդրել Պուտինին 4 ռուսական դպրոցի շինարարություն ֆինանսավորել Հայաստանում։ Վերընտրվելուց հետո, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու պահից, Փաշինյանը դարձավ Հարավային Կովկասից ռուսների ոտքը կտրելու արևմտյան շահի սպասարկու, կարծում է քաղաքագետը։ Հիմա, ըստ նրա, երբ ուկրաինական ճակատում հաջողության անիվը պտտվում է դեպի ռուսների կողմը, Բրյուսելին դավաճանելու ժամանակն է։ Սա դասական Նիկոլ Փաշինյանն է։ Իրենք փորձելու են ռուսներին ծախել ռուսական պրոռուսականություն, ճակերտավոր թուրքերին թուրքամետություն, բայց ինչ է այստեղ ավելի խորքային իմաստ ունի, արևմուտքին էլ արևմտամետություն։ Դա տրամաբանական է, իրենց գործելավոճն է, այլ հարց է, իրենք կկարողանան դա այս անգամ էլ վաճառել, թե ոչ։ Քաղաքագետը համոզված է, այս անգամ Փաշինյանին չի հաջողվի մոլորեցնել աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, հատկապես Ռուսաստանին։ Մոսկվայում շատ լավ գիտեն, որ հիմա Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, եւ ուրեմն ինչու գործ ունենալ մեկի հետ, որը հեղինակություն չի վայելում ընտրողների շրջանում։ Եթե քեզ կապում են Նիկոլ Փաշինյանի հետ, քո վարկանիշը եւս գահավիժում է։ Ես կարծում եմ, ռուսական կողմը չի ուզենա, որ իրենք ընկալվեն հայ հասարակության մեջ որպես Նիկոլ Փաշինյանի գործընկեր։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։